Ես կաթողիկոս եմ դրա հետ ունի ամբողջովին մասնակցություն։ Գիտեք իմ մասնակցությամբ ում նկատի կաթողիկոս ասել եք։ Ես այդպիսի կաթողիկոս չեմ։ Բայց տեղյակ եք ով է լինելու։ Ոչ տեղյակ չեմ։ Պարոն Փաշինյանի աշխատակազմի Աշխատակ, այո։ Լիլիթ Մակունցը, Պարոն Փաշինյանի գերատեսչությունների ղեկավարները վերանշանակվելու են, օրինակ Արփինե Սարգսյանը, Սուրեն Պապիկյանը, մասնավորապես վերջին շրջանում դուք իր աշխատանքից գոհ եք, ոչ մարտական պայմաններում 8-րդ զոհներ։ Ես կարծում եմ, այո, վերանշանակվելու են եւ կարծում եմ, որ այդ թվում զորահանդես Հայաստանի Հանրապետությունում մայիսի 28-ին տեղի է ունեցել։ Բայց բանակում խաղաղ պայմաններում Ցավոք սրտի, գիտեք, Ինչպես եք տեսնում։ Ես դրա լուծումը տեսնում եմ մեր հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխության մեջ, որովհետև ես էլի առիթ ունեցել եմ ասելու, բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70%-ը ստեղծվում է ծագումնաբանությունը կամ բանակի հետ չի։ Այսինքն սպայական կազմի մեղավորություն չունի։ Սպայական ոչ մարտական։ Գիտեք, սպայական կազմը իր մեղավորությունը ունի, բայց ելի եմ ասում, ամեն առանձին դեպք պետք է առանձին դիտվի, բայց ընդհանուր առմամբ երևույթի վերաբերյալ իմ դիրքորոշումը առաջին անգամ չէ, որ ասում եմ։ Եվ դա իհարկե խնդրեմ է, որը պետք է լուծել, բայց ցավոք սրտի այդ նախարարներ են փոխվում, նույնիսկ իշխանություններ են փոխվում, բայց այդ խնդրեմը շանակում է ներկա մնա։ Չէ, այդ նշանակում է, որ խնդիրները շատ ավելի խորն են, քան մենք ընդհանրապես սովորենք այդ խնդիրների հետ առնչվել։ Դուք էլի հարց տվել եք, ուրիշ ով որ հարց։ Բաղնել եմ ես բրիֆինգ ունենալու, դուք էլ ընդեղ եք լինելու։ Դե գիտեք, եկեք շատ չի մնացել էլի, գնանք աշխատենք Երևան, եկեք կանխատեսում չանենք։ Շատ լավ վաղ կհանդիպենք, շնորհակալ եմ։